Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ ձեզ, պարոն Ռուբինյան, ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվելու իմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս կառուցողականության մթնոլորտը դահլիճում հաստատելու համար, սա շատ կարեւոր էր եւ ցանկանում եմ միանգամից անցնել բովանդակությանը, ինչի մասին է լինելու 9-րդ գումարման խորհրդարանի քննարկման հիմնական հարցը, որ հարցն ենք, ընդհանրապես մենք ինչ հարց ենք հիմա քննարկում, կարող եք ասել, քանի թուրք ես տեսել Թուրքիայում, քանի ռուս ես տեսել Ռուսաստանում, քանի անգլիացի Անգլիայում, այս ինչի մասին է, Սակալովը ինչ անում, Թրիփը ինչի համար է, այս ինչ հարցեր են, ժողովուրդ ջան, այս հարցերը մեկ հարցի հացանցյալ հարցերն են, եւ 9-րդ գումարման ազգային ժողովը քննարկելու է ընդամենը մեկ հարց, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հարցը, եւ այդ հարցը հետեւյալն է, ճակերտները բաց, Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը, վերջ, այս հարցն ենք մենք քննարկում, այս հարցն է, 2 օր դրված քննարկման եւ այսպես էլ շարունակվելու է տարբեր ձևակերպումներով քանի թուրք ես տեսել Թուրքիայում ինչի այդ հարցը այդքան քննարկվեց երեք դարձավ տենց հումորի առարկա տենց մեմերի առարկա ինչու որովհետեւ դա կտրած հարց է դա կիսատ հարց է առաջի մասը կտրած հանած է այդ հարցի որովհետեւ անհարմար կլինի ամբողջական ձևակերպել իսկ իրական հարցը հետեւյալն է առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում առանց ռուսների իմացության առանց ռուսներին տեղյակ պահելու քանի թուրք ես տեսել դա է նախադասությունը բայց քանի որ չի ամոթ է տենց հարց ձևակերպել ուղղակի առաջի մասը կտրել գցել են մնացել է երկրորդ այսինքն բան չեն երեխաներ չենք էլի Օրինակ այդպես հարցը չէին ձևակերպի, դա հասկանալի է, չէ՞ որ զավեշտալի հարց է, բայց ինչի՞ է զավեշտալի, որտեղ կիսատ է։ Կտրել գցել են ու չեն հաջողացնել նոր ձևակերպում տալ դրան։ Նույնը վերաբերում է Թրիփին։ Ինչ խոսակցություն, որ տեղի ունենա Թրիփի մասին, պարոն Մանուկյանն է, չէ՞, Սակալովը եկավ թուրքերի շահերից հա բխում, այնտեղ կան ասում են Իսրայելի շահերից, Ադրբեջանի շահերից, Իրան, Թուրան, Չինաստան, ֆլան եւ ֆստան, բայց մեկը չի ասում, ինչի մասին է Թրիփը ընդհանրապես։ Եվ ինչի մասին է այդ խոսակցությունը։ Այդ խոսակցությունը հետեւյալի մասին է։ Ռուսաստանը ինչ աստիճանի պետք է մասնակցի Հայաստանի ապաշրջափակմանը։ Որը այն առաջի հարցի արձանցյալ հարցն է։ Ես ցավում եմ, որ մենք այս հարցերն ենք քննարկելու, բայց սա է լինելու մեր քննարկման օրակարգը, եւ եթե սա է լինելու, եկեք բաց քննարկենք։ Ամաչելու բան չկա, քաշվելու բան չկա, ընդ որում ես նկատի չունեմ, որ դուք ինչ-որ հատուկ ուղարկած, ինչ-որ ներդրված այս հարցը տալ։ Ես համոզված եմ, այդ 4 հոգի այդ հարցը տվեց, չէ՞, քանի թուրք ես տեսել Թուրքիայում։ Ես համոզված եմ, իրանք չգիտեն, որ իրանք հարցրել են, թե առանց ռուսների իմացության քանի թուրք ես տեսել Թուրքիայում, իրանք դա չգիտեն, որտեղ իրանք ոչ թե այն պատճառով, որ իրանք այդ հարցը գրել տվել են, այլ ուղղակի իրանք այդ հարցը այնքան են լսել իրանք շրջապատում, իսկ իրանք շրջապատի մարդիկ այնքան են լսել ուրիշ շրջապատում, իսկ ուրիշ շրջապատի մարդիկ այնքան են լսել ուրիշ տեղերում, որ այդ կապը շղթան կորել է, դա այնքան արխետիպային հարց է արդեն դարձել վերջին 200 տարիների մեր քաղաքական մտքում, որ մենք էլ դա չենք նկատում, եթե շատ ուշադիր չնայենք, մենք չենք նկատի, թե ինչ խոսակցություն է գնում։ Արտաքին ազդեցությունից եք խոսում, չգիտեմ, ինչից եք խոսում, պարոն Կարապետյան, ես ուզում եմ հիշեցնել, այս հարցն շատ չքննարկվեց մեր մամուլում, մեր հանրային դիսկուրսում, պարոն Կարապետյան, Ռուսաստանի նախագահը ուղիղ եթերում Հայաստանի վարչապետին խնդրել է, որ ձեզ թույլ տա մասնակցեք ռուսամետ ուժերին թույլ տա, ինքն է էլի ձևակերպել այդպես, ռուսամետ ուժերին թույլ տա մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Սենց բան, երևի թե չի եղել մեր պատմության մեջ նման բան։ Ինչ արտաքին ազդեցությունից եք խոսում։ Այն ազդեցությունից, որ տարբեր ղեկավարներ, տարբեր պետությունների
Ասել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է, կարծում են շատ լավ ղեկավար է, ասել են շատ լավ ղեկավար է։ Ինչ խնդիր կա։ Որ իրանց շահերը համընկնում է մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետ, հա, համընկնում է։ Հա, որտեվ բոլորն էլ ուզում են, որ Հայաստանը սեպից վերածվի կամուրջի մասնակցի համաշխարհային առևտրաշրջանառության, ճանապարհների ապաշրջափակում տեղի ունենա, դա բոլորի շահերից բխում է։ Այո, Թուրքիայի շահերից էլ է բխում։ Այո, Ադրբեջանի շահերից էլ է բխում, Չինաստանի, Թուրանի, ոնց եք ասում, չգիտեմ, Անգլիայի, ինչ պետություն ասեմ, որով որ տենց անունը տալիս եք, որ սենց ասում, տեսեք, այս ովքեր են գալիս, ըստեղ ինչ անելու։ Այո, բոլորի շահերից բխում է, բայց կան պետություններ, որոնց շահերից չի բխում, բայց քանի որ process-ը անկասելի է, այդ պետությունները ցանկանում են ուղղակի մասնակցել process-ում, որովհետև չեն կարող այլևս կասեցնել այդ։ Ուղղակի ցանկանում են մասնակցել այդ process-ում, ավելի մեծ մասնաբաժին ունենալ որոշումների կայացման մեջ։ Եվ նաև սրա վերաբերյալ է ինքնության մասին խոսակցությունը, ընկերներ ջան։ Հարգելի քաղաքացիներ, սրանից հետո երբ ձեզ կասեն ինքնություն, դուք հասկացեք արտաքին քաղաքականություն, որովհետև ինքնությունն է սահմանում շահերը եւ շահերն են սահմանում արտաքին քաղաքականությունը։ Այո, ինքնությունն է սահմանում շահերը։ Եվ երբ գալիս են այստեղ, չէ, սա գիտական բան եմ, էլի ասում, տենց շատ ժպտալու բան չկա, դա այդպես է։ Ըստ տեսություններից մեկի ամենատարածված, ըստ կոնստրուկտիվիստների, հա, շատ հետաքրքիր տեսություն է դա։ Ինքնությունն է սահմանում շահերը եւ շահերն են սահմանում քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականությունը մասնավորապես։ Եվ երբ որ այստեղ գալիս են ասում են մենք ուզում ենք պաշտպանենք մեր ինքնությունը, ընկերներ ջան, ինքնությունը բան չի, այդպես ոսկու ձուլակը չի սեղանին դրած, որ դնեք պաշտպանեք։ Ասենք մեկը չգա պրոբը փոխի, մեկը չգա արծաթով փոխի։ Ինքնությունը այդպես չի, ինքնությունը ապրող օրգանիզմ է։ Ինքնությունը չի կարող որևէ ազգի ինքնություն միշտ նույնը չի մնում, ասենք այսօրվա անգլիացին նույնը չի, ինչ 1000 տարի առաջվա անգլիացին է, 800 տարի առաջվա, ասենք Ռիչարդ Արարծասիրտի ժամանակվա, 100-ամյա պատերազմի ժամանակվա, այսօրվա հայ ինքնությունը նույնը չի, ինչ Մադրասի առևտրական ինքնությունը, ճիշտ է, Մադրասի առևտրական ինքնությունն էլ կա աշխարհում, ոչ Մադրասում, ուրիշ քաղաքներում, այդ ինքնությունն էլ կա, գաղթել է, ինքնությունները կարող են նաև գաղթել։ Բայց մենք պաշտպանելու ենք մեր պետական ինքնությունը, քաղաքացիական ինքնությունը եւ ոչ թե կայսրությունների կողմից կերտված էթնիկ ազգայնականության վրա հենված ինքնությունը, այլ քաղաքացիական ազգայնականության կամ քաղաքացիական ինքնությունը, քաղաքացիության ինքնությունը, այն ինչի հետ կապված, պարոն Կարապետյան, ձեր հորեղբայրը լուրջ խնդիրներ ունի, որովհետև ընդհանրապես մեկից ավել անձնագիր ունեցող մարդը, այդ որ խոսում եք ինքնությունից, ինքնության լուրջ հարցեր կա, որտեղ կարող են առաջանալ իրավիճակներ, որ այդ մեկից ավելի պետությունները, որի անձնագրի կարող է որ դու ես ունենան հակասություն, օրինակ պատերազմ են իրար դեմ։ Որ պետության կողմից դու պիտի լինես, եթե դու մեկից ավելի պետության քաղաքացի ես։ Հիմա եթե Ռուսաստանն ու Կիպրոսը մի խնդրեմ ունենան, ասենք։ Չէ, բայց կարա չէ լինի։ Չէ, հիմա ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն, չէ, խնդրեմ։ Հաստատ կան, չէ, մարդիկ, որ Ռուսաստանի քաղաքացի են, կամ Ուկրաինայի կան, չէ։ Հիմա ինչ պիտի անեն, բայց ընտրեն, իրանք Ռուսաստանի կողմից են, թե Ուկրաինայի կողմից են։ Կարա դες բան։ Այսինքն կարա չէ, հենա կա, մեր աչքի առաջ կա։ Մեկը ընտրելա որ ինքը Ուկրաինայի կողմից է, մեկը ընտրելա որ ինքը Ռուսաստանի։ Դրա համար է դրված օրենքում, որ չի կարող падգամավորը, վարչապետը լինի մեկից ավելի քաղաքացիության կրող, որովհետև ինքը չի կարող ունենալ մեկից ավելի շահերի կենտրոն։ Շատ պարզ է, ինչ ինքնության մասին աստեղ խոսակցությունը։ Եթե դուք նման խնդիրների առաջ եք։ Այսպիսով ես առաջարկում եմ բովանդակային խոսակցությունը նաև տեղափոխել այս դաշտ, խոսել շատ բաց, խոսել շատ պարզ։ Դուք անկեղծորեն նաև կարող է հավատաք, որ ձեր ասած ճանապարհն է ամենալավը, անկեղծորեն իսկապես, հա։ Բերենք այդ փաստարկները առանց այդ բաների, էլի, քանի թուրք, քանի ռուս, քանի ադրբեջանցի, բերենք փաստարկները, դնենք, վերլուծենք, թրիփի մասին ենք խոսում, թրիփի մասին մենք բացատրեք ոնց եք պատրաստվում, օրինակ, չգիտեմ, Չինաստանին բերել, կպցնել թրիփին կամ
դուք եք դա ասել, թե մյուս քաղաքական ուժը արդեն չեմ։ Հա։ Քննարկենք, հասկանանք, շատ լավ է, որ արդեն տրամադրվել եք բովանդակային քննարկման, բայց եկեք անցնենք բում բովանդակությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան։